Ռուսաստանի առաջին ալիքի Վովանի եւ Լեքսուսի շոուի հուլիսի 8-ի հաղորդման ընթացքում վկայակոչելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը հնչել է պնդում, որ քաղաքական որոշումների հետևանքով Հայաստանը կորցրել է մոտ $5 միլիարդ։ Փաստերի ստուգման հարթակը ստուգել է այս պնդումը եւ պարզել, որ Օվերչուկը նման ձևակերպում չի արել։ Նա խոսել է ոչ թե Հայաստանի կորուստների, այլ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության նվազման մասին։ Ավելին, նրա ներկայացրած թվերն ամբողջությամբ չեն համընկնում Հայաստանի պաշտոնական վիճակագրության հետ, իսկ առևտրի նվազումը Եվրամիության հետ մերձեցման պայմանավորող որևէ ապացույց չի ներկայացվել։ Հաղորդման ընթացքում հնչած երկրորդ պնդումը հետևյալն էր. Ռուսաստանում ապրում է 2.5-ից 3, իսկ աշխարհում 15-ից 20 միլիոն հայ։ Այս պնդումները եւս չեն հաստատվում։ Ռուսաստանի վերջին մարտահամարի տվյալներով այդ երկրում բնակվում է շուրջ 947,000 հայ։ Աշխարհի հայության թվաքանակը պաշտոնական եւ հեղինակավոր գնահատականներով կազմում է 7-ից 10, ոչ թե 15-ից 20 միլիոն։ Ըստ հաջորդ պնդման Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 36%-ը։ Փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ հրապարակման պահին այդ տվյալն արդեն հնացած է։ 2026 թվականի հունվար-մայիսի պաշտոնական տվյալներով Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 28%, ոչ թե 36։ Հնչեցված չորրորդ պնդումը, թե Ադրբեջանը Հայաստան արտահանել է 11-ից 12 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստան-Ադրբեջան մոտ 9-ից 10,000 դոլարի, եւս պաշտոնական տվյալներով չի հաստատվում։ Հայաստանի մաքսային վիճակագրության համաձայն 2025 թվականին եւ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.2 միլիոն դոլար, ինչը զգալիորեն պակաս է հաղորդման մեջ նշված 11-12 միլիոն դոլարից։ Միաժամանակ Հայաստանից Ադրբեջան արտահանման վերաբերյալ հաղորդման մեջ նշված թվերը նույնպես չեն հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպիսով, փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Վովանի եւ Լեքսուսի շոու հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած մի շարք պնդումներ հիմնված են հնացած տվյալների, սխալ ձևակերպումների կամ պաշտոնական աղբյուրներով չհաստատված տեղեկությունների վրա։